Պերսոնան ներկայացնում է Աշխատանքային հագուստը մշտապես խոսում է մարդ անհատի, ով լինելու մասին, այն ընդգծում և ամբողջացնում է մարդու կերպարը, երբեմն էլ աշխատանքից դուրս խնդիրներ է առաջացնում։ Մեզ մոտ սովորաբար արվում է ճիշտ հակառակ ծայրից, այսինքն սկզբում գնում են նայում են ինչ է իրենց դուր գալիս, ինչ կուզենային հագնել, հետո նոր անդրադառնում են սցենարին, տեսնեն հլի ինչ կա այնտեղ գրված, ինչ պետք է իրենք ասեն կամ ինչ ուրեր են ընդունելու, ինչ հարցեր են տալու, ընդհանրապես ինչ թեմայով են խոսելու։ Եթե նա հաղորդավարուհի է, նա չի կարող հագնվել ինչպես օրինակ գիշերային ակումբի պարուհին, նա պետք է անպայման ընդգծի, թե ինչ մասնագիտության տեր է նա։ Երբ որ կնոջ հագուստի դեկոլտեն այնքան մեծ է եւ տակից երևում է կրծքալը, որ գուբկաներով է հագել ու եկել է նստել է բարելույս է վարում, տեղ մի քիչ կարելի է արդեն մտածել։ Պարտավորել չի լավ երգիչը, որը լավ մասնագիտացված է ու լավ երգիչ է իր գործում, ընտիր իմանա նորաձևության օրենքները ու թե ինչպես պետք է հագնվել։ Ես երբեք ինձ այդպիսի կաղապարներ ինձ համար չեմ ստեղծի եւ դրանց մեջ ինձ չեմ դնի անպայման շպարվել, հատուկ հագնվել, նոր դուրս գալ։ Թե աշխատանքում, թե դրանից դուրս, տանը եւ շրջապատում եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, պահպանելով ձեր ինքնատիպությունը։ Պերսոնա հայկական երկրորդի եթերում։